Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Գալստյան, ձեր տեխնացությունը ներկայացնելու շրջանակներում նախ ուզում եմ արձանագրել, որ թե մարդկային եւ թե մասնագիտական առումով որևէ առարկություն չկա։ Դուք ձեր կրթությամբ, ձեր աշխատանքային փորձով, այո, ամբողջությամբ եւ լիարժեքորեն կադրային քաղաքականության տեսակետից համապատասխանում է այն ոլորտային կարգավորմանը, որը ֆինանսական շուկաների, տվյալ դեպքում բանկային համակարգի կարգավորող բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնին է հավակնում։ Բայց իմ մտահոգությունը համակարգային բնույթի է, եւ այդ համակարգային բնույթի մտահոգությունը կառուցված է այն առկա իրողությունների վրա, որ մենք ունենք։ Դուք ասացիք, որ կենտրոնական բանկը այո պատասխանատու է տնտեսական աճի համար, ինչը ոգևորեց ինձ, որովհետև մի քանի տարի առաջ ասում եք, չէ, պատասխանատու չէ։ Հիմա իհարկե մակրոտնտեսական կայունությունն եք վկայակոչում, բայց դա միայն մակրոտնտեսական կայունության տեսակետից չէ, որ պատասխանատվություն կա տնտեսական աճի հարցում։ Ի վերջո, խնդիրը շատ ավելի խորքային է, որպեսզի ավելի հասկանալի ու կարելի լինի, բերեմ շատ պարզ օրինակ, Հայաստանի տնտեսությունը եւ առհասարակ որևէ տնտեսություն կարիք ունի երկար փողերի եւ հնարավորինս էժան փողերի, որպեսզի կարողանա իր պոտենցիալը, իր ներդրումը, իր տնտեսական զարգացումը կառուցի երկարաժամկետ տեսլականի վրա։ Մինչդեռ բանկային համակարգը կառուցված է ուղիղ հակառակ տրամաբանության վրա։ Բանկային համակարգը պատրաստ է կարճ ժամկետով տրամադրման բարձր տոկոսով, այսինքն բարձր շահույթով։ Այս երկու նպատակները իրար հակասող են։ Եվ բանկային համակարգի կարգավորման կարևորագույն առաջին մոտեցումը նա պետք է լինի, որ այս երկու հակասող շահերը հավասարակշռեն իրար։ Դրանով է պայմանավորված, որ կենտրոնական բանկին տրված լիազորությունների շրջանակում այնպիսի դրամավարկային քաղաքականություն իրականացնի, որպեսզի հնարավորինս երկար ժամանակով ֆինանսական ռեսուրսները հասանելի լինեն տնտեսությանը, ընդ որում տնտեսության ոչ միայն ցածր ռիսկային, այլ բարձր ռիսկային ոլորտներին, որպեսզի կարողանա տնտեսությունը աճի, զարգանա, ապահովի զբաղվածություն, ապահովի հավելյալ արժեք, ապահովի ի վերջո համախառն ներքին արդյունքի աճ։ Երկրորդ կոմպոնենտը, որը արդեն ինստիտուցիոնալ տեսակետից սկզբունքային հարց է, դա բանկային համակարգին մրցակցող համակարգի գոյությունն է, որը ոչ բանկային ֆինանսական հաստատությունների համակարգ ենք մենք ասում մասնագիտական լեզվով, որտեղ կենտրոնական տեղում անշուշտ կապիտալի շուկան պետք է լինի։ Եվ կապիտալի շուկան հենց այն դաշտն է, այն ոլորտն է, որը մրցակցություն պետք է ապահովի բանկային վարկավորմանը։ Հակառակ դեպքում, եթե ամեն ինչ բանկերի մեջ է կենտրոնացված, այդ մրցակցության բացակայության պայմաններում շատ դժվար է լինելու նաև կենտրոնական բանկին այնպիսի կարգավորում իրականացնել, որպեսզի տոկոսադրույքները նվազեն, տնտեսության մեջ ռիսկային գնահատումները ավելի ցածր լինեն։ Կապիտալի շուկան է, որ հնարավորություն է տալիս բիզնես միջավայրում ոչ միայն պարտք վերցնելու, նաև սեփականությանը մաս դառնալու միջոցով կրել նաև այդ ռիսկերը։ Եվ այսօր, երբ որ մենք խոսում ենք, որ կապիտալի շուկան զարգացած չէ, կապիտալի շուկան չի կարողանում մրցակցային միջավայր ստեղծել բանկային վարկավորմանը, սա հենց այն ինստիտուցիոնալ պրոբլեմն է, որի մասին անընդհատ բարձրաձայնում ենք։ Եվ այստեղ է, որ կենտրոնական բանկը, որին տարիներ առաջ տրվեց մեգակարգավորողի գործառույթը եւ տրվել էր այն նպատակով, որ Հայաստանի ֆինանսական շուկայի 92% եւ ավելին բանկային շուկան է, մնացածն է, որ փոքր
ոչ բանկային համակարգերն են սպասարկում, կենտրոնական բանկը ստանձնեց պարտավորություն, որ ինքը կստեղծի անհրաժեշտ ենթակառուցվածքները եւ ի վերջո կփոխանցի այս կարգավորման գործառույթը արդեն անկախ պետական մարմնի, ինչպիսին էր մինչև կենտրոնական բանկին փոխանցումը, խոսքը արժեթղթերի հանձնաժողովի մասին է։ Եվ այս տարիների ընթացքում մենք անկեղծ կենտրոնական բանկին, ես կենտրոնական բանկի որևէ արդյունավետ գործողություն կապիտալի շուկայի ակտիվացման, աշխուժացման ուղղությամբ չեմ տեսել։ Բացառությամբ ստանդարտների կորպորատիվ կառավարման, որ մշակվել է, բայց դրա ներդրումն էլ այնքան է ձգձգվել եւ ձևական դարձել, որ այսօր հատուկենտ մատերի վրա կարելի է հաշվել ձեռնարկություններ կամ կազմակերպություններ, իհարկե բանկերին չհաշված, որոնք կորպորատիվ կառավարման ստանդարտներ են ներդրել իրենց մոտ։ Դրանք գոնե պետք է արդյունավետ լինեին այն մակարդակի, որպեսզի մասնավոր հատվածում խրախուսելի լիներ կապիտալի շուկայի միջոցով միջոցների ներգրավումը։ Ի վերջո, ցանկացած սեփական փող ավելի թանկ է, քան հասարակությունից հավաքված փողը։ Սա տնտեսագիտության եւ ֆինանսական շուկայի ոսկե կանոնն է։ Եվ այս միջոցը չօգտագործել, չկիրառել Հայաստանի տնտեսության զարգացման այս փուլում, որպեսզի մենք կարողանանք իսկապես ունենալ մրցակցային ֆինանսավորման հնարավորություններ եւ կորպորատիվ կապիտալի շուկայի միջոցով հասնել տնտեսական աճին ու առաջընթացին, նշանակում է կենտրոնական բանկի գործառույթների մի էական մաս ուղղակի չիրականացնել։ Ոչ բանկային համակարգի մեկ այլ կարևոր հաստատություն կամ հաստատություններ ոչ միայն ապահովագրական շուկան է, ապահովագրական կազմակերպություններն են, որտեղ մենք փաստացի այսօր ունենք արդեն երկու պարտադիր ապահովագրության համակարգ, մեկը ԱՊՊԱ-ն է հայտնի, մյուսը առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը, որոնք այո, էականորեն փոխում են իրավիճակը ապահովագրական շուկայում եւ կարող են նաեւ միջազգային խաղացողների ներգրավել դաշտում, որովհետեւ ֆինանսական ռեսուրսների մեծությունը, պարտադիր պահանջները եւ այլն թույլ են տալիս ֆինանսական հոսքերի ավելի մեծ ակնկալիքներ ունենալ, բայց շատ կարեւոր է մասնավոր հատվածի խրախուսման քաղաքականություն, որպեսզի իրենք կարողանան մուտք գործել։ Այս տեսակետից մենք նորից չենք տեսնում այն գործիքները, որոնք որ խրախուսում են մասնավոր հատվածին ներգրավելու այս process-ի մեջ։ Առանց մասնավոր հատվածի մուտքի պարտադիր ապահովագրության համակարգերը չեն կարող երկարաժամկետում երաշխավորել շուկայի առաջընթաց։ Նույնը վերաբերում է կենսաթոշակային համակարգին։ Դուք նշեցիք, եթե չեմ սխալվում, տրիլիոն ասեցիք, թե միլիարդ ասեցիք, դա այն մեծությունն է, որը այսօր Հայաստանի տնտեսության հատկապես խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ոչ միայն ցածր ռիսկայնության երաշխավորվածությունը, այլ նաև օդ ու ջրի պես պետք է մեր երկրի տնտեսության զարգացման համար։ Բայց ես, որ հետևողականորեն դեմ եմ եղել եւ դեմ եմ պարտադիր կൂട്ടակային համակարգի այս մոդելին, ու շարունակում եմ մնալ այդ համոզմանը, եւ գտնում եմ, որ միանշանակ այս միջոցները պետք է ծառայեն Հայաստանի տնտեսությանը երկարաժամկետ ներդրումների տեսակետից, մեր խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համատեքստում մենք չենք կարող հույսներս դնել այլ երկրների պարտատոմսերի վրա, չենք կարող անգամ հույսներս դնել պետական պարտատոմսերի շրջանակում ժամանակավոր պարտք վերցրած այդ միջոցների վրա։ Ի վերջո ինչ է կատարվում։ Պետությունը օրենքի ուժով պարտադրում է աշխատողներին, որպեսզի նրանք կուտակեն իրենց կենսաթոշակային միջոցները, դրանք պետության սեփականությունն են դառնում։ Քաղաքացիների սեփականությունն են, որը հետաձգման եղանակով պետք է
որոշակի տարիներ հետո տիրապետեն իրենց սեփականությանը, բայց մինչև այդ տարիները հասնելը, մինչև թոշակային տարիքի հասնելը, այս միջոցները դառնում են պետության սեփականությունը։ Եվ պետությունն է պատասխանատու։ Ու ինչ է արել պետությունը։ Պետությունը վերցնում է այդ միջոցները, տալիս է կենսաթոշակային ֆոնդերին, դրա դիմաց կատարում է վճարում, որպեսզի այս ֆոնդերը կառավարեն, հետո գնում է այդ ֆոնդերից, մի հատ էլ փող է տալիս, ասում է կտաս ինձ պարտքով այդ փողը։ Սա է հենց կոնցեպտի իմ գնահատման բացասական, ամենաբացասական կողմը։ Ստացվում է, որ մեր քաղաքացիների միջոցները վճարվում է համ միջոցները կառավարելու, համ այդ միջոցները պարտքով հետ վերցնելու համար։ Կրկնակի վճարում ինչի համար, որպեսզի, այսպես ասած, ձևակերպենք այս միտքը, անվնաս կառավարում իրականացնելու նպատակով։ Ի վերջո պարտադիր կուտակայինի գաղափարաբանության մեջ, թե նախորդ կառավարությունները եւ թե նաեւ շարունակվող արդեն ԿՊԵ-ական իշխանության ժամանակահատվածում կառավարությունը նույն տրամաբանությունն է պահում։ Մինչդեռ մեր տնտեսությունը այս գումարների կարիքը ունի մեր երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու համար։ Եվ սա շատ լավ հենց խթան կարող էր լինել նույն կապիտալի շուկայում մասնավոր ակտիվության համար, մասնավորի առավել արդյունավետ գործողությունների համար։ Ի վերջո մի բան էլ կա, ներդրումային ֆոնդերի, մասնավոր ներդրումային ֆոնդերի օրենսդրությունը այսօր մեր մոտ չափազանց խիստ է։ Հասկանալի է, որ ֆինանսական կայունության հաճախորդների շահերի պաշտպանության տեսակետից առաջնայնություն կա, բայց այնուամենայնիվ կարգավորումը այնքան խիստ է, որ թույլ չի տալիս օրինակ այս ֆոնդերի ակտիվ մասնակցությունը նույն հիպոթեկային շուկայում։ Կապ շինարարության ոլորտում, որ այս ֆոնդերը կարող էին էական դերակատարություն ունենալ, ես այսօր ճիշտն ասած չեմ հանդիպել որևէ, եթե կա շատ ավելի լավ, խնդրեմ դրա մասին ասեք, որպես նաև օրինակ, որ ինքը տարածվի, զարգանա, ընդլայնվի, ինքը չափազանց կարևոր թե մեխանիզմ է եւ թե նաև միջոց է այս շուկայում էլ հավասարակշռություն բերելու տեսակետից։ Մյուս կարևոր ուղղությունը վարկային շուկայի հարցն է։ Ճիշտ է, դուք նշում եք եւ գուցե ցուցանիշները հենց այդպես էլ կան, այստեղ առարկություն չկա, բայց փաստը նա է, որ մեր երկրում վարկային տոկոսադրույքների բարձր լինելը եւ հասարակության մասսայական վարկավորման միջոցով բեռի տակ մտնելը այսօր ամենապարզ վերլուծությամբ ցույց է տալիս, որ քաղաքացու եկամուտների մեծ մասը գնում է վարկային տոկոսադրույքների սպասարկմանը կամ վարկի մայր գումարի մարմանը։ Նույն մայր գումարը հանենք, բայց տոկոսադրույքների սպասարկումը ինքնին արդեն հսկայական բեռ է քաղաքացու համար։ Ու պատահական չէ, պարոն Խաչատրյանն էլ նշեց այդ մասին, երբ որ սև ցուցակների գաղափար է այսպես կոչված, կարիք կա լիարժեք եւ ամբողջական համաներում իրականացնելու։ Ի վերջո մարդը ինչ որ տարիներ առաջ կամ 1 տարի առաջ, չգիտեմ, ուշացման պատճառով հայտնվել է այդ սև ցուցակում եւ ինքը զրկվում է նույնիսկ այդ հնարավորությունից, որ վարկավորում ստանա։ Այստեղ շատ լուրջ բեռնաթափում է պետք իրականացնել։ Ես չգիտեմ, երևի դուք եզրափակիչ ելույթում կանդրադառնաք, թե այս վարկային շուկային որքան են վերավարկավորման ծավալները։ Այսինքն անձը գնաց է վարկը վերցրել է, դժվարանում է այդ վարկերը փակել, գնում է մեկ այլ բանկ կամ նույն բանկի մոտ մի հատ էլ կրկնակի վարկավորում է վերցնում, որպես այս նախորդը փակի, այս մնացածով գնա, բայց դրա հետևանքով իր բեռը էլ ավելի է մեծանում։ Եվ քանի որ տեսանելի ապագայում չկա այն կանխատեսելի բարձր եկամուտը, որ քաղաքացին կկարողանա վճարումը կատարել, բիզնես կլինի, իր աշխատանքային գործունեությունից եկամուտը կլինի, ստացվում է, որ մենք քաղաքացիներին մղում ենք դեպի սև ցուցակները համալրելու ճանապարհին, ինչը ակնհայտորեն երջանիկ քաղաքացու կոնցեպտի մեջ չի մտնում, վստահաբար։
Եվ վերջին դիտարկումը ակնհայտ է, որ կառավարություն եւ կենտրոնական բանկ երկու ինստիտուտների ակտիվ համագործակցությունն է, որ բերում է երկրում տնտեսական առաջընթացի եւ բարեկեցության աճի։ Բայց նաեւ ակնհայտ է, որ տնտեսական քաղաքականության մշակման հարցում կենտրոնական բանկը պետք է ունենա խիստ սահմանափակ ազդեցության հնարավորություն։ Ոչ թե տնտեսական զարգացման մոդելը մշակվի կենտրոնական բանկի կողմից եւ կառավարական գերատեսչությունները ընդամենը կողքից շտրիխներ ավելացնեն, այլ հակառակը կառավարությունը ինքը պետք է ծնի տնտեսական զարգացման մոդելը, կենտրոնական բանկը պետք է մակրոտնտեսական կայունության եւ սահմանադրական իր լիազորությունների ապահովման տեսակետից կատարի իր վերապահումները եւ իր առաջարկները։ Գնաճի սահմանադրական լիազորությունը թեև տրված է կենտրոնական բանկին, բայց կենտրոնական բանկի գործիքակազմից շատ ավելի լայն գործիքակազմ է այն ենթադրում, թե կառավարության, իր բոլոր կառույցների, մաքսային ծառայությունից, պետական եկամուտներից սկսած ավարտված մրցակցության պաշտպանության հանձնաժողով կամ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այսպես շարունակ։ Եվ թե նաև, ինչպես նշեցի, ֆինանսական շուկաների կայունության ապահովման տեսակետից։ Այստեղ է, որ ես չեմ տեսնում կառավարության ակտիվ դերակատարություն է սարցում, նախաձեռնողականությունը, ստանձնել պատասխանատվություն, տնտեսական մոդել բերել, մշակել եւ կենտրոնական բանկին տալ հնարավորություն, որ կենտրոնական բանկը իր առարկությունները փաստարկված ներկայացնի։ Սա որքան էլ խոսում է կենտրոնական բանկի մասնագիտական եւ ինստիտուցիոնալ ուժեղ կողմի մասին, նույնքան վնասակար է երկրի զարգացման տեսակետից։ Ինչպես որ կապիտալի շուկան ժամանակին կարգավորումը հանձնվելով կենտրոնական բանկին, ինչպես ես կանխատեսում էի, կխժռի բանկային համակարգը եղած կապիտալի շուկան էր, որտեղ 150,000 բաժնետերերի հաշիվ կար, երբ որ անցնում էր կենտրոնական բանկի կարգավորմանը, անշուշտ այս բաժնետերերի մեծ մասը չէր տիրապետում ոչ կորպորատիվ կառավարման սկզբունքներին, ոչ հասկանում էր շատ հաճախ իր բաժնետերի տոմսից բխող իրավունքների իրացման մեխանիզմները, բայց կայ եւ կազմակերպությունները պարտավորված էին տեղեկատվություն տալ։ Սա սաղմն էր, որը կարող էր զարգանալ, եթե կենտրոնական բանկը այն տարիներին եւ հետեւողականորեն շարունակելով նաեւ դրանից հետո չոչնչացներ այս եղած հնարավորությունը։ Հիմա այսօր տեսեք ամենապարզ օրինակը բերեմ։ Բաժնետերը ընկերությունից բողոքելու հիմքով չի կարող ոչ կենտրոնական բանկի, ոչ վարչական որևէ մարմնից օգտվել իր իրավունքների պաշտպանության համար։ Ստիպված է գնա դատարան։ Դատարանն էլ գնում է, գնաց գործերը։ Եվ հետո մյուս խնդիրն էլ կա, այդ ծավալը թույլ չի տալիս, որպես քաղաքացին կատարի այդ ծախսը գնա դատական պաշտպանություն իրականացնելու։ Մենք այստեղ հիմնարար վերանայման կարիք ունենք։ Ավարտելով խոսքս, ասեմ, որ թե մասնագիտական, թե մարդկային առումով եւս մեկ անգամ որևէ առարկություն չկա, հակառակը խրախուսելի է ձեր նման թեկնածուների ներկայացումը, բայց ինստիտուցիոնալ առումով վարվող քաղաքականություններին մենք դեմ ենք։